Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցը երկրորդ ընթերցմանը ընդառաջ քննարկվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում մենք հանել ենք նախաբանի մի մասը, այն է արտահայտելով Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը այս հատվածը դուրս է եկել նախաբանից եւ խմբագրել ենք երկրորդ հատվածը հետեւյալ կերպ կրկնեմ եթե առանձին դիտումներ լինեն հետագայում Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Օրինագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում եւ առաջարկում եմ կողմ քվեարկել օրենքի այս նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Եղոյան, զբաղեցրեք ձեր տեղը, հարակից զեկույցով հանդես կգա արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, համեցեք պարոն Հովհաննիսյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկայացված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, ինչպես արդեն նշվեց, առաջին ընթերցումից հետո լրամշակվել է եւ արժանացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը մարտի 24-ին։ Մեր կարծիքով քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայության եւ իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը։ Օրինագիծը համահունչ է Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման Հայաստանի նպատակին, համաձայն ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 21-26 թվականների ծրագրին։ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման մասին հայտնի ուղերձը հղել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում հնչեցած ելույթի շրջանակներում։ Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության որդեգրված, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, ուղղված տնտեսական եւ անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը, գործընկեր երկրների եւ կառույցների հետ հարաբերությունների խորացմանը։ Մեր արտաքին քաղաքականության համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության աննախադեպ դինամիկան, որն արտահայտվել է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում։ Եզրափակելով ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության հորացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Շնորհակալություն, առաջարկում ենք կողմ քվեարկել օրինագծը։